Պարոն Խաչիկյան, պատասխանողի ներկայացուցիչ, ավելի շուտ հայցվորի ներկայացուցիչը միանգամից միջորդեց, որ լրատվամիջոցները չմասնակցեն դատավարությանը։ Ինչի՞, ինչով էր դա պայմանավորված, ինչի կամերաների ներս չթողեցին ձեզ։ Առարկեց, որպեսզի տեսանկարահանում չարվի, սակայն ինչպես հիմա տեսնում եք, բավականին շատ ամփոփ եւ տալիս է հարցադրումներին պատասխանումը, հետեւաբար ենթադրում եմ, որ իր այն տեղեկատվությունը, որ եւ այն գործողությունները, որոնք դատանում կատարվեցին իր կողմից հնչեցված հարցերի տեսքով, հանրությանը առավել հայտնի կդառնար եւ այդ հանգամանքը թեկուզ այն հարցը, որ օրինակ ինքը ոնց է պատկերացնում դավաճանությունը, գործողությունը թե անգործությունը եւ դա ինչպես է դրսեւորվում, այդ հարցի պատասխանից է շատ հանգամանքներ հանրությանը ի հայտ կգար։ Հետեւաբար իր իրավունքն է, ուղղակի դատարանը պետք է դա որպես այդպեսին պատճառաբաներ, որովհետեւ վերջապես այսքան լրատվամիջոցներ եւ հանրության հետաքրքրող այս հարցը պետքա բարձրաձայնվեր եւ ցանկալի որպեսզի տեսանկարներ եւ հանրությանը մատուցվեր։ Քանի կողմից կողմնակալ դիրքորոշում նկատեցիք, մոտեցում նկատեցիք, որովհետեւ կարծես թե ձեզ սահմանափակում էր, բայց մյուս կողմը իր ասելիքը մինչեւ վերջ հասցնում էր հասցնել։ Միգուցե դա կապված է նաեւ իմ տարիների 10 տարվա փորձառությունից, որ ցանկացավ, որպեսզի ես այն դատավարական գործընթացում անհարգալից վերաբերմունքը, որ ցույց տվեց մյուս կողմը, ես որպես փորձառու փաստաբան չտրվեմ այդ հանգամանքին եւ փորձենք իրավական ոլորտում մեր բոլոր գործողությունները իրականացնել։ Միգուցե դա էր պատճառը։ Իհարկե ես դրա վերաբերյալ արձագանքեցի եւ դատանշություն հրավիրեցի, բայց կարծում եմ, որ դա էր պատճառը։ Ուղղակի զուտ իմ փորձը հաշվի առնելով, որպեսզի կողմին ավելի երիտասարդ փաստաբանի առիթ չտանք վերածվի երկկողմանի բանավեճի։ Բերի Բաշխման դատական գործընթացին կարծես թե դուք ներկա չեք եղել եւ առանց ձեզ է Բերի Բաշխվել, ճիշտ հասկացա ես դատական նիստին այդ գործը։ Ես ավելի ուշ եմ ներգրավել որպես ներկայացուցիչ, այո, եւ ընդհանրապես դատարանները հատկապես հաշվի առնելով այսպիսի հնչեղություն ունեցող գործերը, հատկապես երբ որ կողմը ֆիզիկական անձ չէ կամ զուտ ուղղակի սովորական իրավաբանական անձային լրատվամիջոցով հայտնի է Հայաստանի Հանրապետությունում, պետք է հնարավորություն ընձեռներ ներկայացուցչով հանդես գալու եւ Բեռների Բաշխման վերաբերյալ դիրքորոշումը հայտնելու։ Սա չգրված օրենք է, որ կիրառվում է բոլոր դատարաններում։ Այդ դուք ամեն դեպքում անհամաձայն եք, բայց նա մերժեց ձեր միջնորդությունը Բերի Բաշխման հետ կապված, դուք այնտեղ տարաձայնություններ եւ ձեր վրա դրելամի բեռ, որը դուք փաստորեն մյուս կողմը պետք է ապացուցեր ըստ ձեզ, հա։ Սա ո՞նց եք պատկերացնում, սրա հետագան ո՞նց եք պատկերացնում։ Նայեք, մենք ամբողջ կոնտեքստը վկայակոչելով, հոդվածի այս վերնագրից սկսելով, Փաշինյանը դավաճանում է արդյոք կնոջը եւ վկայակոչելով, որ արդյոք բառը արդեն իսկ ինքը հարցական բառ է եւ ամբողջ այդ հոդվածը իրեն մեջ պարունակում է զուտ հարցադրում։ Հետևաբար հարցադրումը այն մասին, որ հանրության շրջանում լուրեր են պատտվում, չի կարող փաստական տվյալ պարունակի։ Հետևաբար, երբ որ մեր վրա դրվում է պարտականություն, որ ապացուցենք, որ փաստական տվյալ չի պարունակում, մենք ասում ենք, սա հարցադրում է, ինչպես փաստական տվյալ պարունակի։ Այսինքն մենք չենք ժխտում, որ փաստական տվյալ չկա մեջը։ Մեզ պարտավորեցնելով, որ պիտի հիմնավորենք, ապացուցենք, որ փաստական տվյալ չի պարունակում, դուրս է գալու, որ մենք պետք է որպես այդպեսին, որ շեշտում ենք դա հարցադրում է եւ ոչ է կոնկրետ հստակ տեղեկություն չի պարունակում, պետք է սկզբունքին դեմ գնանք։ Հիմնավորելով, որ փաստական տվյալ չի պարունակում։ Մենք սկզբանե ասում ենք, որ սա ընդհանրապես հարցադրում է եւ չի կարող։ Ես մի փաստաբանին հարցրեցի, ինքը այդ հարցին կարծես թե չպատասխանեց։ Այսինքն, եթե հարց է տրվել, թե Նիկոլ Փաշինյանը արդյոք դավաճանում է իր կնոջը, որովհետև այդպիսի լուրեր պատտվում են։ Նպատակը ո՞րն էր, անպայման վիրավորել է, գուցե հրապարակ թերթը, վերջապես մեր վարչապետին եկեք փրկենք, ազատենք այս ստահոդ լուրերից, թող պատասխանի վարչապետը, որ չեմ դավաճանում, մեր վարչապետը թող հանգիստ իր շարունակի իր կյանքով ապրել։ Եկեք ես իրավ այդ հարցին իրավական տեսանկյունից պատասխան տամ։ Նայեք, զրպարտությունը որպես այդպեսին 3-4 կարևոր կոմպոնենտ պետք է պարունակի։ Առաջինը, թիվ 1, որ վճռաբեկ դատան անդրադարձել է, պետք է նշել է, որ պետք է իր մեջ պարունակի ստույգ կոնկրետ տվյալ, տեղեկություն, այսինքն կոնկրետ փաստական տվյալ, փաստ։ Հիմա մենք ասում ենք, երբ որ արդեն իսկ սկզբանե վերնագիրը տալիս է, որ Փաշինյանը դավաճանում է արդյոք կնոջը, ինքը հարցադրում է եւ դրանից հետո գալիս է երկրորդ նախադասությունները, ասում է վկայակոչում է հոդվածագիրը, ինչպեսին պետք է լինի երկրի առաջնորդը։
եւ բավականին լավ գեղեցիկ այդ հատկանիշները տալիս է։ Եվ երրորդ կարևոր դրանից հետո եկող նախադասությունն ասում է. այդ իսկ պատճառով ցանկալի է կարևոր է պարզել, դավաճանում է թե ոչ։ Այսինքն հիմնվում այն հանգամանքի վրա, որ բարեվարկության կանոններից ելնելով, եթե երկրի առաջնորդը նման արարք է դրսևորում, որը հանրության շրջանում պտտվում է, ապա հանրության հետաքրքրող հարցի պատասխանը պետք է պարզել, ոչ թե արդեն արկա է փաստ, հանգամանք, տեղեկություն, որ նման բան կա, ճշտենք իրականության համապատասխանում է թե ոչ, ասում հարկավոր է պարզել նման լուրերը, որ պտտվում են Նիկոլ Փաշինյանը դավաճանում է արդյոք թե ոչ։ Հետևաբար, որպես այդպեսին մեր ամբողջ դատավարական այս նիստի ընթացքում այն հանգամանքներ վկայակոչվում, որ որևիցե փաստական տվյալ մենք չենք վկայակոչել։ Ուղղակի լրատվամիջոցը ելնելով օրենքով իրեն վերապահված իրավունքներից, այսինքն գործելով իրավահավասարության, խոսքի ազատության, բազմակարծության սկզբունքներից, հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչել է երկրի հոգևոր առաջնորդի վերաբերյալ տեղեկություն տվյալ, եւ որը հնչեցել է արդյոք վեհապարը կաթողիկոս ունի զավակ թե ոչ, կշերքի մյուս նժարին դնում է մյուս երկրի առաջնորդին եւ օգտվելով իր իրավական օրենքով ամրագրված սկզբունքներից հանրությանը հարց է ուղղում։ Հիմա երկրի առաջնորդը դավաճանել է կնոջը թե ոչ։ Այնպես ինչպես Նիկոլ Փաշինյանը հարց է հնչեցնում, երկրի հոգևոր առաջնորդը ունի զավակ թե չունի։ Դավաճանել եկեղեցուն թե ոչ։ Այսինքն այս հանրային կարծիքի շահը բավարարելու հրապարակ օրաթերթի միտումը չի կարող դիտարկվել որպես հանրությանը մատուցվող փաստ տեղեկություն, այլ ընդամենը հարցադրում է հանրության ուղղված որոշակի շրջանակների։ Մենք դա ենք վկայակոչում։ Միեդի նախադեպ էին այստեղ օրինակ բերում, որ անձնականներին իրավունք չունեն անդրադառնան, չնայած նրան, որ պաշտոնյա է եւ այլն եւ այլն։ Դուք ինչ օրինակներ կարող եք այսպես հակառակի մասին բերել, որտեղ ամբողջ աշխարհում իսկ պաշտպանված։ Հարգելի լրագրողներ, քանի որ այսօր նախնական դատական նիստ էր, բայց տպավորությունով մենք արդեն դատաքննության ենք անցել, որովհետեւ հարցերը պետք է հնչվեին բացառապես միջնորդությունների հետ կապված շրջանակներում։ Սակայն մենք քննարկեցինք այդ նաև կողմը վկայակոչեց մեդի որոշումներ։ Ես հաջորդ նիստին շուրջ 20 եւ ավելի մեդի որոշումներ կվկայակոչեմ կոնկրետ այդ փաստարկներով, որոնք հակառակը կհիմնավորեն, որ Նիկոլ Փաշինյանը լինելով որպես քաղաքական գործիչ, ոչ միայն հանրային դեմ, այդ քաղաքական գործիչ, միեդը ունի քաղաքական գործիչների վերաբերյալ բազմաթիվ որոշումներ, որ նրանք պետք է պատրաստ լինեն քննադատություններին։ Եվ այս հոդվածը մասնավոր կյանքը նույնքան պաշտպանված չէ, որքան շարքային մասնավոր այո, քաղաքացիների հետևաբար հարգարժան կողմը վկայակոչում որպես ֆիզիկական անձ, եւ դուք ականատեսրակ լսեցիք, որ ֆիզիկական անձ քիչ առաջ էլ, բայց ֆիզիկական անձ չէ միայն։ Նիկոլ Փաշինյանը երկրի առաջնորդ է կոչվում եւ քաղաքական գործիչ է։ Հետևաբար նրա կողմից արված ցանկացած արտահայտություն, ցանկացած դրսևորված վարքագիծ պետք է հանրությունը գնահատական տա, դա բարեվարկության մեջ դրսևորվում է, բարոյական է թե բարոյական չէ։ Հետևաբար լրատվամիջոցները որպես այդպեսին հանրությանը հետաքրքրող հարցերը որպես այդպեսին հնչեցնում են քննադատության շրջանակներում։ Եվ սա լավագույնը կարող է զուտ դիտարկվել որպես քննադատություն։ Վիրավորելու մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող որպես այդպեսին, որովհետև սա իր մեջ ընդհանրապես հարցադրում է բարոյական կերպարի քաղաքական գործիչի վերաբերյալ։ Եվ այդ տեղեկությունը զրպարտությունը թե ոչ, ապա մենք դա տեղեկություն չէ, դա ընդհանրապես հարցադրում է։ Այդ թվում նաև կարող դիտարկվել որպես հռետորական հարցադրում հանրությանը ուղղված։